Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր ձեզ համար եկել եմ մի շատ հետաքրքիր տեսանյութ եմ ուզում նկարել։ Այսօր խոսելու եմ տեղական լոլիկների եւ ներմուծված սորտերի մասին։ Փորձելու ենք այսօր տեսնել, որը ինչ առավելություններ ունի մեկը մյուսի նկատմամբ, ինչու տեղական լոլիկները շուկայում մեծ տեղ չեն զբաղեցնում եւ ինչու են ֆերմերները նախընտրում ավելի շատ արտասահմանյան եւ եվրոպական լոլիկներ աճեցնել։ Հիմա այն ջերմատունը, որտեղ որ ես գտնվում եմ, աճեցնում են մախիտոս տեսակի լոլիկներ։ Ինձ մոտ փորձի համար բերել եմ նաեւ եւս երկու տեսակ, մեկը տեղական եւ մեկը ատիա տեսակի լոլիկ եմ, պոմիդոր եմ բերել։ Հիմա ցույց տամ ձեզ արդեն քոլի վրա, այսպես ասած, մախիտոսներին, որպեսզի հասկանաք ինչ չափի լոլիկների մասին է խոսքը։ Սրանք շատ վառ կարմիր լոլիկներ են, գրեթե բոլորը համաչափ են։ Բերքատվությունը բարձր բերքատվությամբ սորտեր են, ունեն միջինից մի փոքր ավելի հաստ կեղև, իհարկե ատիայի հետ համեմատելու չի, հիմա կկտրենք կտեսնեք, եւ ուզում եմ խոսեմ այս տեսակների մասին։ Հիմա գնանք, փորձեմ տեղում կտրել եւ ամեն մի տեսակի մասին առանցին խոսենք, կհասկանաք ինչու է, որ հայկական շուկայում շատ քիչ է անահիտ տեսակի լոլիկները եւ ինչու են ֆերմերները նախընտրում դրսի սորտերը, դրսի հիբրիդները։ Սիրելի հետևորդներ, ձեզ համար առանձնացրել եմ 3 տարբեր տեսակի պոմիդորներ։ Ուրեմն մեզ մոտ առաջինը մախիտոս տեսակի հիբրիդն է, երկրորդը ատիա տեսակն է, իսկ երրորդը տեղական սորտերից մեկն է։ Ուրեմն ուզում եմ այսօր խոսել այս 3 սորտերի մասին։ Տեղական սորտերի հետ կապված ասեմ, որ դժվար է շուկայում մի փոքր գտնել, քանի որ գյուղացիները մի փոքր ավելի քիչ են մշակում, ելնելով նրանից, որ բերքատվությունը մի փոքր դրա ավելի քիչ է, կեղևները ավելի բարակ են, համեմատած դրսից ներկրված հիբրիդների, եւ բացի դա նաեւ տեղափոխման հետ կապված խնդիրներ կան, հիվանդության հետ կապված խնդիրներ կան։ Շատերը հարցնում եք շուկայում արդյոք կա անահիտ տեսակի սորտը, ով տեղյակ չէ, տեղեկացնեմ, որ սորտը կոչվում է հենց անահիտ 20, այն անվանվել է ի պատիվ Անահիտ Անանյանի, ով եւ սորտի հիմնադիրն է, այսպես ասած սորտի ստեղծողն է, 1944 թվականին է դեռ անահիտ սորտը ստեղծվել եւ իր անունով էլ կոչվել է Անահիտ։ Այդ սորտը իրականում դեռ Հայաստանում կա եւ Հայաստանի սելեկցիոներները դեռ այդ սորտից ստանում են, պարզապես մեծ մասշտաբներ չի գրավում, քանի որ մրցունակ չէ եվրոպական եւ ամերիկյան սորտերի հետ։ Ինչու մրցունակ չէ, հիմա ավելի մանրամասն փորձենք բացատրել, ուրեմն սկսենք սկզբից։ Առաջինը նշեմ, որ մախիտոսի հետ կապված, մախիտոսը համարվում է Հայաստանում ամենատարածված լոլիկի սորտերից մեկը, քանի որ իր բերքատվությամբ բավականին բարձր բերքատվություն ունի, հիվանդությունների հանդեպ լավ դիմանում է, տարբեր կլիմայական պայմաններում հնարավոր է իրեն աճեցնել, պտուղները գրեթե բոլորը միջափի են լինում, հիմնականում կարելի է մի թփից ստանալ մինչև 12 կիլոգրամ, 8-ից 12 կիլոգրամ բերք, եթե լավ մշակվի, ապա շատ ավելի շատ կարելի է ստանալ։ Ինչ վերաբերում է երկրորդ տեսակին, որը մեր մոտ ատիան է, ատիա F1 այսպես ասած, դրա քաշը մոտավորապես պտղի քաշը կարող է հասնել մինչև 300 գրամի, 220-ից 300 գրամի սահմաններում է տատանվում, շատ բարձր բերքատվությամբ սորտ է իհարկե, ինչը մի բացասական կողմ ունի այստեղ ատյան, որ պտղի կեղևը շատ կարծր է եւ շատ ամուր կարծր կեղև ունի, իհարկե վնասատուների համար սա շատ լավ է, որովհետեւ վնասատուները չեն կարող մտնել բերքի մեջ եւ բերքը փչացնել, պտուղները փչացնել, իսկ օգտագործողի համար իհարկե վատ է։ Ուրեմն ինչ կարող եմ ասել, շատ լավ համային հատկանիշներ ունի եւ իհարկե շուկայական տեսքի համար գերազանց տեսք ունի։ Հիմա փորձենք հատ-հատ կտրել այստեղ դրանցից ամեն մեկը եւ փորձենք հասկանալ, թե ներսից ինչ տեսք ունեն դրանք։
Համար կարող եք տեսնել առաջինը մախիտոսն է, երկրորդը ատիա տեսակի պոմիդորն է եւ երրորդը հայկական սելեկցիոն տեսակներից մեկն է։ Ուրեմն, եթե մսատվությամբ որոշենք, որն է ավելի մսալի, ապա միանշանակ մախիտոսը շատ ավելի մսալի է եւ ավելի կարմիր տեսքով ավելի կարմիր պոմիդոր է։ Չափերով հիմնականում գերազանցում է մյուս տեսակներին, սրա չափերը կարող է հասնել մոտավորապես մինչև 300-330 գրամի, հիմնականում բոլոր պտուղները համաչափ են։ Սրա կեղևը համեմատած ատիայի ավելի բարակ է, սա մի փոքր համարվում է, որ հաստ կեղև ունի, իսկ սա, երբ որ իր բնութագրում կարդում ենք, նշված է, որ շատ հաստ կեղև ունի։ Ուրեմն տեղափոխման համար նշեմ, որ երկուսն էլ շատ լավ տեղափոխման եւ պահպանման համար լավ տեսակներ են, բերքատվության առումով երկուսն էլ բարձր բերքատվություն ունեն, համային հատկություններով լավ համային հատկություններ ունեն եւ իհարկե խոսենք երրորդ տեսակի մասին, հայկական տեսակի մասին, ինձ ասացին, որ այս տեսակը կոչվում է վարդազար, չգիտեմ որքանով է ճիշտ, դեռ կփորձեմ նորից ճշտել, սա նույնպես շատ քաղցրահամ տեսակ է, բարակ կեղևով տեսակ է, քանի որ ինչպես խոսքումս նշել էի արդեն, հայկական արտադրության լոլիկների հիմնականում բարակ կեղևով լոլիկներն են եւ դա է պատճառը, որ մրցունակ չեն եվրոպական եւ ամերիկյան տեսակի լոլիկների հետ, քանի որ եվրոպական տեսակները ավելի հաստ կեղևով են եւ ավելի դիմացկուն են։ Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ սրանք ավելի շատ տեղափոխման համար են նախատեսված։ Իսկ հայկական տեսակներից օրինակ Անահիտը հիմնականում երբ որ մարդիկ մշակում էին իր համային բարձր համային հատկանիշների եւ տոմատ ստանալու համար լավ քանակի համար էին մշակում, բայց տեղափոխման համար ցավոք սրտի բարակ կեղև ունի եւ տեղափոխման համար խնդիր է առաջանում, երկար պահպանման խնդիր է առաջանում։ Օրինակ ատիա տեսակի պոմիդորը ես իմ սառնարանում պահել էի, մոտավորապես 2 շաբաթ փորձի համար պահել եմ եւ պատկերացրեք, սա 2 շաբաթ առաջվա քաղած պոմիդոր է եւ ոչինչ չի պատահել պոմիդորին, իսկ սա այսօր քաղեցի ջերմատնից։ Ուրեմն ինչի համար են հայ ֆերմերները հիմնականում նախընտրում եվրոպական տեսակները։ Ինչպես արդեն նշել էի, դա պայմանավորված է պտղի չափերով, դիմացկունությամբ, բերքատվության քանակով, տեղափոխման խնդիրներով, պահպանման խնդիրներով իհարկե եւ նաեւ պոմիդորի կա մի հիվանդություն պոմիդորի, որը կոչվում է պոմիդորի ցեց, այդպես են ասում ֆերմերները, մանր ցեցանման բլոճներ են, թրթուրներ են, այսպես ասած, որոնք պոմիդորի եւ տերևներն են ուտում, եւ պտուղն են ուտում պտղի այս ներքևի հատվածից, սրա վրա ցույց տամ ձեզ ավելի արմար կլինի։ Ուրեմն այս ներքևի հատվածում, երբ որ պտուղը դեռ խակ է, այս հատվածում ձվադրում են կատարում, հենց անմիջապես կեղևի տակ, որ պոմիդորի կեղևը որ բարակ է, դրա տակ ձվադրում են կատարում ու թրթուրները սկսում են ձևավորվել, սկսում են միջև պոմիդորը կհասունանա, արդեն հաճելի ասել, բայց որդեր են սկսում ծնվել պոմիդորի մեջ եւ դա է պատճառը, որ ֆերմերները հիմնականում նախընտրում են եվրոպական սորտերը, որպեսզի կարողանան բերքը շուկա հանել։ Երբ որ դուք տեսնում եք պոմիդորներ, որ հետևի հատվածում մի փոքր sense անցքեր կան, ծակեր կան, ուրեմն իմացած եղեք, որ պոմիդորը արդեն թրթուրը մեջն է եւ ձվադրում է կատարել, հենց դա է պատճառը, որ ֆերմերները նման բարակ կեղևներով լոլիկներ չեն նախընտրում մշակել, ոչ թե այստեղ խնդիրը նաև որ դրա բերքատվությունը շատ ավելի շատ է, անգամ սեփական ուտելու համար հնարավոր չի մշակել։ Ես ինքս անցած տարի փորձ եմ կատարել մեր բանջարանոցում հայկական արտադրության տեսակ էի մշակել, պատկերացրեք, որ անգամ մի լոլիկ չեմ կարողացել ստանալ իմ տան ուտելու համար, էլ չեմ խոսում, որ շուկա դուրս գար, որովհետև թրթուրների դեմ ուղղակի որքան էլ փորձեն ասել, հա կան այս տեսակները կան, այս դեղորայքը կա, իրականում ոչ մի բան էլ լիարժեք չի կարողանում օգնել, ուստի միակ տարբերակը, որպեսզի հայ ֆերմերը կարողանա լոլիկ մշակի, դա այսպես ասած հաստ կեղևով լոլիկներն են, իհարկե ուտելու համար էլ այնքան հաճելի չի, բայց ունենք այն այս պահին ինչ որ ունենք։ Հիմա հայ սելեկցիոներները փորձում են նաև ստանալ
այնպիսի տեսակներ, որոնք մրցունակ կլինեն հայկական շուկայում, որոնք կարողանան նաև բարձր լեռնային գոտիներում մշակել, քանի որ տեղյակ եմ, որ նախորդ տարիներին 1-2 տարի է արդեն, որ բարձր լեռնային գոտիներում մշակվում են պոմիդորի տեսակներ, որոնք մրցունակ են, այսպես ասած ցրտադիմացկուն են ավելի շատ, ոչ թե մրցունակ են, այլ մի փոքր ցրտադիմացկուն են եւ հնարավորություն են ստեղծում դրանով բարձր լեռնային գոտիներում աճեցնել պոմիդոր եւ ունենալ սեփական օգտագործման համար պտուղներ։ Ինչ վերաբերում է ոստանման հատվածին, իհարկե սա բոլորիս մոտ խնդիր է առաջանում, ոչ մեկի համար էլ հաճելի չի այս ոստանման հատվածները, բայց սա իր հիբրիդով է պայմանավորված, որոշների մոտ սա այսպես շատ փոքր մաս է կազմում, իսկ որոշ տեսակների մոտ շատ ավելի մեծ է այդ ոստանման հատվածը։ Դրա համար այն ֆերմերները, ում մոտ որ այդ ցեց կոչվածը մի փոքր ավելի քիչ է տարածված, նախընտրում են այսպիսի մախիտոս տեսակի պոմիդորը, որը մի փոքր կեղևն ավելի բարակ է եւ դեռ հնարավոր է այդ հատվածում մշակել, իսկ այն ջերմատներում եւ այն գյուղական վայրերում, որտեղ որ այդ ցեցը ավելի շատ է տարածված եւ անընդհատ խնդիր է առաջացնում, նախընտրում են ացիա տեսակի պոմիդորը մշակել, քանի որ սրա կեղևը երևի ամենահաստ կեղևներից մեկն է պոմիդորի տեսակների մեջ եւ ինքը նաեւ քաշով էլ եւ ծանր է եւ մսալի է, իր հաստ կեղևը օգնում է, որպեսզի թրթուրները ձվադրում չկատարեն այդ հատվածում, բայց հայկական արտադրության պոմիդորն էլ լավ է ունենալ նրանով, որ կունենաք մաքուր քաղցր հայկական արտադրության պոմիդոր, կկարողանաք ձեր անձնական օգտագործման համար մշակել, եթե փոքր հողակտոր ունեք, այսպես ասած 4-5 քոլ մշակելը կարծում եմ բարդություն չի լինի սեփական օգտագործման համար, բայց դե ջերմատներում հնարավոր չի մեծ քանակի սա մշակել, որովհետև թրթուրներն ու հիվանդությունները, վնասատուները անընդհատ փորձելու են ավերել բերքը, իսկ դա գյուղացու համար մեծ խնդիր է, քանի որ գյուղացին, երբ որ բերքը դնում է, մշակում է, ապա նա իր սերմը ցանում է դեռ նոյեմբեր-դեկտեմբեր ամսին, որպեսզի հաջորդ տարվա համար կարողանա բերք ստանալ։ Ուրեմն առաջիկայում կփորձեմ ձեզ համար մի տեսանյութ նկարել Հայաստանի սելեկցիոն կենտրոնից, հասկանանք այնտեղ որ տեսակներն են, որ հիմա դեռ այսպես ասած ստանում են, եւ տեսնենք ինչ տեսակներ կան, որոնք մրցունակ են հայկական շուկայում եվրոպական տեսակի լոլիկների հետ։ Դե ինչ, այսքանը սիրելի հետևորդներ, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նաև մեր հաջորդ տեսանյութերը։ Նշեմ, որ մոռաց ասեմ, որ համային հատկանիշներով մեկը մյուսից համեղ պոմիդորներ են, կարող եք ցանկացածնել ընտրել կախված ձեր նախասիրությունների։ Դե ինչ, լավ մնացեք, բաժանորդագրվեք, որպեսզի մեզ չկորցնեք, կհանդիպենք։